Նինոծմին տան փոքր, բայց հին ավանդույթներով քաղաք, այսօր կարծես կանգնած է ժամանակների խաչմերուկում։ Քաղաքի մաքրությունը, կարգ ու կանոնը և գեղեցիկ անկյունները, որոնք մեկ ջանքով են ստեղծվել, համայնքի ու բնակիչների կողմից հաճախ արժանի գնահատական չեն ստանում։ Փողոցներում կարելի է տեսնել աղբ թափված վայրերում, նստարանների վրա քերծված գրություններ, իսկ այգիներում անուշադրություն դեպի շրջակա միջավայրը։ Ինքան ուրախացանք, երբ նախ բարեկարգվավ քաղաքի կենտրոնը, գազոնները, որոնք ցանկապատվան, կանաչապատվան, իշքան գեղեցիկ գերեվար։ Բայց ցավոք սերտի այսօր ինքան մենք կարգազանց քաղաքացիներ ունենք, որ իրենք չգիտեն, չեն պատկերացնում այս ցանկապատը ինչու համար է։ Մենք քայլելով կանցնենք ցանկապատի մի կողմից մյուս կողմ։ Ինչ է մի 4-5 մետր ներքևերտան անցումային կետերից չանցնենք։ Հենց կենտրոնի բացին ես ուզեմ։ Բոլոր առևտրի կետերը ես հատկացած այդքան 40 մետր տեղ, որ իրենց ապրանքը դառնեն վաճառել։ Բայց ինչի հանեն նորից մայթին վերագտանեն, բաներ են կկախեն, գիշերները դուրսը կթողնեն, որոնք տահաճ քան ցույց կտա էլի, ամոթ է։ Այս մերքերի փողոցային առևտուրը մետերք է վերջալից։ Մեսեղենի փողոցային առևտուրները, որոնք հետ է կանգնած։ Իսկ մայթերից ըստ քաղաքի ծայրամասից, Ախրիկյանների կողմից մինչև վեր, բոլոր մյուս փողոցների մաները կանգնած են մեքենաներով կանգնած, եթե հանգարցես մեքենատ կողքի տարոր ես անցնին, պարկ մենան, 21-րդ դարի երիտասարդներին չեն հասկնա, որ կարելի է նմանվել։ Շատ ուրախ եմ, այս կսած խանութները, շինարարական խանութները, աստուծ ատճասների խանութները, թող միշտ կալենտներ շատ ունենան, բայց կանգատեղի, կանգարատեղի ունենան իրենք, մանավանդ այդ խանութները, որ միշտենին են, ժողովրդին ճանաչ չեն, արեստանոցները, մեքենաբանցիները, Իդես կլենա, ինչ ասած, օդանացելու տեղ կդարձնեն, ճիշտ է, Մերմեդեն Թումանյանը հիմնական քայբացները կերել է արեստանոցներում ու եկուստեմ օդաներում, ես ոնք այդտեղ չեն երթար բան սորվին որ բան կերել, նեստին դոմինոտի խաղան կամ նարդիդի խաղան, նեստին են, լալավին, բայց մաշնանը կայնած բան, Թումանյանը չէ խանգարը, մարդ ոտքով է գնացի, Ով մեկ նսել, այստեղ օրինակ ես ինքան ուրախացա, իսիկ վերջապես բարեկարգվավ, գեղեցկացավ, եվս, այսի մեկ էլ մենացավն որ բարեկարգ են տերերը, ավելի լավ գել։ Բայց ինքան երիտասարդները, չեմ սե պատանիները, ինքան անշնորհք երիտասարդներ կան, որոնք որ հարս քարտոջում, ուրագում կամ կուլտուրայի տան հագը, ինտեղ կենտրոնական այգու, հերն են այսպես աթորդներ սկամեքան են, վեր գային, չարդեն, թանագով տաշեն գիտո, ինչ կա ասպես, ես գիտես, այդ ձեզի համար է, մեզի համար է, ես օրկան կետվան չեկան, իշկան հիանալի, օրինակ երկար տարիներ բացակայող Հազդանովկացին են ժամանակ, ժամանակով գնացել են մինչև հիմա, իրենք որ դուքան զարմանանք, որ քաղաքը ինչքան լավ է թևափոխվել, բարեկարգվել, ինչքան լավ է որ շենքերը ռեմոնտ ենթարկված է, բնակելի շենքերը, շատ շնորհակալություն պետության ղեկավարություններից, ներտեղական ինքնակառավարման մարմիններից, մունիցիպալիտետի բոլոր ղեկավարներից, բայց նրանք պետք է տեղ հասնեն։ Հազիվ է քաղաքը Հիմի չգիտեմ ինչ վիճակ կլինի, ինչ կլինի, բարեկարգվել, վերջապես իրոք որ իսկական քաղաքացի էի դարձել,
բայց այս շերի մատակարարման սիստեմը փոխելու բանի ժամանակ լավ կարողան դրա։ Մանավանդ իրենք չեն հասկանում, իսկ Ջավախ է 2000 մետր վարչության վրա գտնի ծովի մագերուտից։ Ձմեռը 60-70 սանտի ցավիկ, իրենք պետք է փորեն։ Ու այն հանքափորերը, հանքերում որ աշխատող տեխնիկաները բերեն, այսպես ուժեր զարգին գտաները շատ տաներ հետո վտարային վիճակում են։ Շատերը կարծում են, որ այս ամենը պայմանավորված է հատկապես երիտասարդների անտարբերությամբ ու ոչ ճիշտ վերաբերմունքով։ Ժամանակակից սոցցանցերի ազդեցության ներքո նրանք հաճախ մոռանում են իրական գեղեցիկը, մաքրությունը, կարգապահությունը եւ հարգանքը շրջապատի հանդեպ։ Քաղաքի կենտրոնում տեղադրված նոր պուրակները եւ բարեկարգ տարածքները արագորեն գործնում են իրենց փայլը անփույթ վերաբերմունքի պատճառով։ Դա է կարգ ու կանոն աղջիկան, մի քիչ լավ վիճակի մեջ չէ։ Գիտեք ինչ, հասարակ օրինակ բերեմ, ահա մեր այս հայոց քարտլոս պարկը շինած է, շատ գեղեցիկ, ժողովուրդ է գալիս եք նստում է հանգիստ, գալիս կարատե են անում, զարգին ջարդին սկամեկան, բան, լրիվ ոտով կարատե են անում, չգիտես ինչ, նու չես բռնե, որ տեղում գիտենաս ինչ է, հետո մի հոգով բան չի դուրս գա, պետք է ամբողջ ժողովուրդը այդ մասին մտածի, եթե ես մեկին նկատողություն տվի, կողքին չասի, թե լավ, դե այդ բաները մեր մոտ էդել կա, ճիշտ է, չենք կամենա, որ ինչ-որ, բայց թե պետք է անպայման գոնե այդ հաշվի առնեն, ահա մյուս պարկը շինվեց, դուք տեսիք, ես բան չունեմ, այնպես շրջաններ կա, որ Թեգուզ ախալքալագում եղել եմ ասպինձայում ախալցիխեմ, 3 հատ պարկում 4 հատ, ահա մյուսն էլ շինվեց, տեսեք իշկան գեղեցիկ, ծիրուն, էստից ավել էլ մեր շրջանին, ինչ կարող եմ ասել, լավ բաներ շատ կա, բայց գալիքս էլ մեր սերունդը են, այսինք ջայլները, մեր լեզվով գյուղական լեզվով մոզգներն են համահանող էլի, ջայլ աղջիկներն այստած են, ուրնան կողքին ես եմ իշկանում, լեսնում եք բանը, ասի աղջիկ ջան, այ ուրնան կողքի դե, ինձ ասում է, հոփար ջան, ինչ եղավ, պուպոր չսա բան չունեք, թե արի բան հասկացա, ջայել աղջիկ, 16-17 տարեկան աղջիկներ են, ես եմ հանե վեդրոն, դարել էր կողքին, ու ասի աղջիկ ջան, ահա, այս վեդրոյի մեջ կլետներ ես եմ իշկիտ բանանը, այ էդել կա, չեմ ուզում կրիտիկա անեն, չեմ ուզում գալիք սերունդին մեր ջայլությանը բան, բայց թե մեկ պետք է ուշադրություն էլ դարձնենք, ասենք։ Լինոց տան մեր տունն է, իսկ տանը գեղեցկությունը պահելը յուրաքանչյուրի պարտքն է։ Եթե յուրաքանչյուրը սկսենք գնահատել գեղեցիկը ոչ թե լուսանկարի, այլ սրտի մակարդակով, մեր քաղաքը կդառնա ոչ միայն մաքուր ու հարմարավետ, այլև օրինագելի մյուսների համար։ Գեղեցիկը պահելու համար պետք չէ ոչ միայն կառուցել, այլև պահպանել այն սիրով ու հոգատարությամբ։